Ուժեղ Հայաստանի աջակիցներին ընտրակաշարք բաժանելու մեջ են բացահայտել։ Ինչ եք կարծում, ինչ պատասխանատվության նրանք պետք է ենթարկվեն։ Ըստ օրենքի։ Մեկ հարց, էլի ձեր ձայնը կվստահեք այն ուժին, ով ընտրակաշարքի միջոցով է ուզում հաջողության։ Ոչ, իհարկե։ Եթե ընտրակաշարքով պետք է անցնել դրանց մեկը, այսօր ինձ տվեցին վաղին 100 անգամ տանելու են։ Դրա մի բան որ գիտես, որ այդպես անելու, ո՞տ կարաս ընտրես։ Նրան տանեն բերդում բաժանի կաշարք, ոչ թե դրսում, նա ով է։ Երկու բառ իրար չի կարում կապի խոսա, երեք տելևիզորով նայում էի, ամոթ էր, ամոթ, թուք ու երեսին։ Դի պատժել անպայման, առանց պատժելու հնարավոր չի։ Իսկ դուք ձեր ձայնը կվստահեք այն ուժին, ով ընտրակաշարք բաժանելով է ուզում հաջողություն։ Ոչ, ես իմ ձայնը տալու եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ես շատ գոհ եմ իր կազմակերպած ամեն ինչից։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Օրենքով ինչ որ նախատեսված է, այդ պատասխանատվությունը կրեն։ Իսկ դուք ձեր ձայնը կվստահեք այն ուժին, ով ընտրակաշարքով է ուզում հաջողության հասնել։ Երբեք կյանքում նրանք կեղտոտ մարդիկ են, ովքեր ընտրակաշարքով են անում։ Չի կարելի։ Դուք էլ որպես լրագրողներ պետք է դուք էլ ձեր կարծիքը միշտ հայտնեք մեր նման մարդկանց։ Չի կարելի։ Նրանք կեղտոտ մարդիկ են սա։ Ժողովուրդը ինչ ուզում է թող գնա, ում ուզում է թող գնա ընտրի, բայց ոչ փողով։ Թողալատ են արել։ Ուժեղ Հայաստանի աջակիցներին ընտրակաշարք բաժանելու մեջ են բացահայտել։ Ինչ եք կարծում, ինչ պատասխանատվության նրանց պետք է ենթարկեն։ Ստվա պետք է պատժել, կաշարք չի կարելի վերցնել, բավաս։ Պետք է, հա, ազնիվ գնալ ընտրել։ Իսկ դուք ձեր ձայնը կվստահեք այն ուժին, ով ընտրակաշարքի միջոցով է փորձում հաջողության հասնել։ Ոչ, իհարկե ոչ։ Ուժեղ Հայաստանի աջակիցներին հաջողություն։ Պետք է բացահայտվի, դա բնական է։ Եվ ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Առնվազն արդար պատասխանատվության։ Իսկ Պետք է հիմնավորվի հաջող, կվստահեք այդպիսի ուժի, որ ընտրակաշարքով է ուզում հաջողության հասնել։ իհարկե ոչ։ Շատ վատ է։ Տեսեք, կվստահեք այդպիսի ուժի, ով ընտրակաշարքով է ուզում։ Իհարկե ոչ։ Ընտրակաշարքով ոչ մի բարի չես հասնի։ Իսկ ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն իրենք։ Դա օրենքը պետք է ասի, ես ինչ պատասխանատվություն անեմ։ Նրանց պետք է թողեն տալիս դուրս գա առաջ երթին, տնային կալանք տան, որ արդարություն լինի, որ գնան ամեն մարդ իր ցանկությամբ ընտրի։ Ինչպես լավ չես, հա, որտեղ ասես բռնում են, այդ ինչ վերջը ո՞ս պետք է լինի։ Եվ մեկ հարց էլ էլի, իսկ դուք կվստահեք մի ուժի, ով ընտրակաշարքով է ուզում իշխանության գալ։ Դե չէ, դուս կարող ես դες բան։ Չէ։ Դա անհնարին է։ Մարդ կաշառք է վերցնում, որ իրան ծախի արդեն, էլի։ Գումարի ամա 5000, 10000 ինչ է դիր գումարա վերցնում դուք ես խայտարակ ես անում, չի կարելի։ Իսկ ոմա չի կարելի։ Թող արդարություն լինի, արդարություն, արդար գնան ընտրեն, ումը կուզեն։ Նիկոլին կուզեն, Գագոյին կուզեն, Տաշիրին կուզեն, արդարությամբ թող ընտրվեն, ինչ կուզեն։ Դրանք չունեն են բանը հնարավորություն, որ ամեն մարդ լավ կլեր, որ չմիանային իրար, ամեն մարդ իր համար թող բան աներ, քարու աշավաներ ու ընտրվեր, շքան կհավաքեր։ Դե չի միանում են իրար, դարել են 7 թոքի միանում են Փաշինյանի դեմ, ինչ շնորհք է։ Դա արդարություն չի։ Ես ցանկանում եմ բոլորին խաղաղություն, առողջություն, երկար կյանք լինի, բոլորին արդար ընտրվեն։ Անկախ դարից Փաշինյան կլինի, ով կլինի, թող արդարություն լինի։ Դուք կվստահեք ձեր ձայնը այն ուժին, ով ուզում է ընտրակաշարքով գալ իշխանության։ Չէ, իհարկե չէ։ Ներող կլնեք, կուսակցություններին չեմ ճանաչում նոր եմ եկել։ Սամվել Կարապետյանի Անունը լսել եմ, բայց չգիտեմ ինչով ասբաղում։ Ես դրսից եմ եկել։ ինքնայդ ձեր ձայնը կվստահեք այն ուժին, ով ընտրակաշարք է բաժանում եւ հաջողության հասնում։ Չէ, թող արդար ասեն։ Я не понимаю, я не русская, я из Абхазии, из Сухума, абхазка. Приехала посмотреть на Ереван. Нам все очень здесь нравится.
Всего хорошего։ Ինչու դասնում է օրենքը։ Ինչ եք կարծում, ինչ պատասխանատվության նրանց պետք է ենթարկել։ Ընդհանրապես չընտրել։ Դες այլը կվստահեք այն ուժին, ով ընտրակաշարք բաժանելով է ուզում իշխանության։ Ոչ, դա չէ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։